Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք գտնվում ենք Դավիթ Հաշենի զբոսայգում եւ այժմ կզրուցենք Երևանի ավականու անդամ ազգային առաջընթաց խմբակցությունից Քրիստինա Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, դուք ահազանգ եք ստացել այս զբոսայգու վերաբերյալ, եկաք ձեր աչքով, ինչպես ասում է, տեսակ, տնտղեցիք հողը, ես տեսա թե ինչպես եք ուշադիր նայում ծառերին, նրանց վիճակին, ինչ տպավորություն ունեք։ Ճիշտն ասած, շատ պարզ երևում է, որ այգին սիրված է Դավիթ Հաշենցիների կողմից, որովհետև ուղղակի լեփլեցուն է բնակիչներով։ Զրուցարաններում նստած մեծերը նարդի են խաղում, իրար հետ զրուցում են, ավելի երիտասարդները ուղղակի զբոսնում են, մայրերը երեխաների հետ սայլակներով, երեխաները քնած են, նրանք հանգստանում են եւ այլն, այսինքն եւ երեխաները խաղում են, այսինքն այգին իր հիմնական նպատակին ծառայում է։ Գիտեմ, որ վերջին տարիներին այստեղ բավական լուրջ միջոցներ էին ներդրվել քաղաքային իշխանության կողմից վերանորոգելու առումով, նաև նշեմ, որ այս այգին դեռ 2021 թվականին, երբ որ մենք զբաղվում էինք անճապատման հարցերով, այս այգում ճմապատման աշխատանքներ են իրականացվել, այս այգին աշխատող նորմալ ոռոգվող, խնամված տարածք էր, ինչպես առհասարակ Դավիթ Հաշենը, ճիշտն ասած, միշտ տարբերվել է իր մասնագիտական եւ նաև հոգատարության մասով։ Հիմա այսօր որ եկել եմ այգին մի տեսակ ամայության մատնված խնամքի առումով եւ ինձ անհանգստացրեց եւ սկսեցի խոսել երևանցիների հետ, բոլորը միաձայն ասում են մեկ բան, որ վերանորոգումից հետո այգին առհասարակ չի ջրվել եւ դա նույնիսկ անզեն աչքով երևում է, երբ որ նայում ես ամայացած հողը ճաքած, այսինքն սա խոսում է նրա մասին, որ սա բավական երկար ժամանակ առանց ջրի մնացած տարածք է։ Հողը նկարի, որ լրիվ ճակած է, լրիվ։ Հողը դզած չի, կանաչապադած չի։ Այս բաները դուրշատկեկը սրանք 7 սանտիմետրանոցը հանել են, 3 սանտիմետրանոցն են դրել։ 3.5։ Այստեղ այս այգում եղել է հրաբարագի լուստրեկը։ Տրուբա է, ներգե դրե։ Այսինքն այս տարի вообще ջուր չեն արել այստեղ։ 3 տարի չեն ջրել։ Այմա 3 տարին գիտեմ, այս տարի ջուր չեն արել։ Նման 2 տարի է դրել, այս 7 տարին է։ Որս չեմ։ Փոսերի մեջ են սախթող։ Այս պետք է հող լցվի, այս լրիվ դզվի։ Որ նոր կանաչապադեն, ոչ մի բան արած չի։ Այդ պիպիչներից տեսա որ դրել, յանի որ ջուր ըստեղից դուրս գա։ Բասա ինչ է։ Առանձին Ոչ մի բան չեն արել, փողը կերել են, գնացել են։ Հողի տակ է։ Մեսի պետք է հարտացվի հողով, այս տարածքը նոր կանաչապադեն, ոչ մի բան չեն արել։ Այս տարի ջուր չէ։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ վերանորոգում կատարելու ընթացքում նաև վնասել են կեղևները բազմաթիվ ծառերի եւ տպավորություն է ստեղծել թե մասնագիտական նաև վերքերի մշակումը, զրոյական մակարդակի նման ձևով վերքեր չեն մշակում, այսինքն մենք այստեղ նաև ունենալու ենք հետագայում ծառերի նաև այս պատճառով չորացման թվականակ եւ բոլորը միաբերան ասում են երկու խնդիր։ Առաջինը վերականգնել ոռոգման ցանցը, որ այգում այսպես փոշի չլինի եւ հողի մակերեսը ծածկված լինի եւ երկրորդը, որ այգում գոյություն ունեցող անմխիթար վիճակում գտնվող սանհապույցը բերվի նորմալ վիճակի, որ մարդիկ իջնում են երկար ժամանակ այգում լինում են, որ կարողանան նաեւ այդ ծառայությունից օգտվել։ Եթե շատ հակիրճ այսպես շատ են այգում նաեւ չորացած ծառերը, ինչը հասկանալի է, որովհետեւ խնամքի եւ ոռոգման բացակայության պայմաններում Երևանում դա անխուսափելի ուրեմն գործընթաց է եւ անպայման այսպես լինելու է։ Բարի, ինչ եք կարծում այս նման վիճակը առողջապահական առումով, ասենք ինչ հետևանքներ կարող է ունենալ հետևանքներ։ Միանշանակ, որովհետև ես բազմիցս բոլոր իմ հանրային խոսքերում ասում եմ, որ կանաչապատումը գեղեցկության մասին չի, կանաչապատումը առողջության մասին է։ Առավել եւս Երևանի նման ուրեմն խնդիրներ ունեցող էկո խնդիրների մասին է խոսքը ունեցող քաղաքում Փոշու շատ բարձր մակարդակ, շինարարություն խաոտիկ եւ ահռելի քանակով զանգվածային առանց սանիտարահիգիենիկ պաշտպան շերտերի եւ այլ ուրեմն պահանջների իրականացման, ավտոտրանսպորտի շատ մեծ քանակ, ջրային մակերեսների շատ մեծ սակավություն, այսինքն եզակի կանաչ տարածքները, որոնք որ կան, նրանք միակ ֆիլտրն են, որոնք կարող են օգնել Երևանցու հանրային առողջապահության տեսանկյունից հարցերի լուծման գործընթացներում։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք
այն ինչ որ տեսնում ենք հոգեհուզական բանի տեսանկյունից էլի նորից կանաչ տարածք կա, էլի նորից մարդիկ գալիս են, որովհետև այլընտրանք չկա, եթե կողքին լիներ ավելի խնամված կանաչ ջրային մակերեսներով հագեցված կանաչ տարածք, մարդիկ կգնային այնտեղ, բայց ունեն սա եւ դրա համար գալիս են այստեղ։ Ես կարծում եմ, որ պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի, նաեւ հանրային առողջապահության մասնագետները պետք է անverջ խոսեն այս խնդրի մասին, որովհետև այս խնդիրը Երևանի համար շատ գլոբալ է։ Գիտեք ինչն է տարակուսելի, որ այստեղ ջրագծերը կային, փաստորեն ինչ որ ցանց կա ամենայն դեպս ենթակառուցվածք, բայց մարդիկ վկայեցին, ես էլ լսեցի, որ այս տարի դեռևս չի ջրվել փաստորեն, բայց արդեն բակային տարածքների, որտեղ նույնպես կա այդ ջրային ցանցը, ջրամատակարարումը, ոռոգման ջրամատակարարումը իրականացվում է։ Ճիշտ ասած, այս տարի ոռոգման ջուրը նաև ավելի ուշ են միացրել, քան թե պետք է միացնեին, բայց արդեն կա այո ոռոգման ջուրը, բայց այստեղ ոռոգման ջրի խնդիրը չի, այստեղ ամբողջական ես կարծում եմ ցանցի հետ կապված խնդիր է, որովհետև նախկինում այստեղ եղել է եւ պոմպակայան, այստեղ եղել է ամեն ինչը շատ լավ վիճակի։ Ես կարծում եմ, որ համակարգի հավաքման հետ կապված խնդիր է։ Այս խնդիրը իմիջիալոց կա նաև նորակառույց մանկապարտեզներում, այսինքն մանկապարտեզները հանձնվում են շահագործման, վերակառուցված ոռոգման թվացial ցանցով, բայց որևիցե մեկը չի ստուգվում, այսինքն այդ ոռոգման ցանցերը, որոնք որ հավաքված են, այդ ցանցը ծառայում է իր բուն նպատակին, թե չի ծառայում։ Տվյալ դեպքում այս այգում մենք պարզ տեսնում ենք, որ այդ միլիոնավոր գումարները, որոնք որ ծախսվել են եւ իրականացվել է ոռոգման նոր ցանցի կառուցում, մենք տեսանք այստեղ սպրինկլերները, որոնք որ հողից բարձր երևում են, որ ոչ մի գործողություն ոռոգման առումով այս այգում չկա, դա պարզ երևում է։ Բայց կներեք, այդ դեպքում ինչպես է հանձնվել շահագործման։ Ես մի փոքր, շատ փոքրիկ չափով շինարարությունից գլուխ հանում եմ եւ որքան հիշում եմ, պետք է ընդունման ակտ կազմվի, մինչեւ այդ պետք է եղած ցանցերի փորձարկում իրականացվի եւ ընդունողի եւ կառուցապատողի, այսպես իրական, բայց ոնց են այդ ակտերը կազմվում, ոնց են հատկացումը արել ֆինանսական։ Գիտեք, ես մշտապես ասում եմ եւ նաեւ իմ գործընկեր հավաքանու անդամները մշտապես դրա մասին խոսում են, որ Երևանում վերահսկողության առումով մենք ունենք տասնյակ խնդիրներ եւ մանկապարտեզների հետ կապված եւ այգիների բարեկարգման ծրագրերի հետ կապված։ Հիմա այստեղ պարզ երևում է, ստորագրել եք, ընդունել եք, հիմա վաղը նաեւ հավաքանու նիստին էլ նաեւ կխոսանք այս խնդրի մասին, հասկանանք, տեսնենք ինչով է պայմանավորված այս վիճակը, որը որ մենք տեսնում ենք։ Եթե բարեկարգված է այգին, այգու բարեկարգում չի նշանակում բերել հողային ծածկ այսպես բետոնապատել ահռելի քանակով, այս քանակի նստարաններ բերել շարի բաց արևի տակ, նաև հատվածներ կան, որ вообще բաց արևի տակ է եւ ասել, որ մենք բարեկարգեցինք։ Ես կարծում եմ, եթե պետք է լինի այնպիսի բարեկարգում, որի ընթացքում դուժելու է ոռոգման ցանցը, այդ բարեկարգումը պետք չի թող ամենը մնա այնպես, ինչպես կար, որովհետեւ մարդկանց պետք է այդ կանաչը, պետք է այդ թթվածինը, պետք է խնամվածը, պետք է փոշու կարգավորման այդ գործընթացները եւ ծառերը ամենակարևոր ռեսուրսն են կանաչապատման մեջ Երևան քաղաքի։ Մենք այսօր տեսնում ենք զանգվածային փողոցների երկայնքով ծառերի հատում, այն պարագայում, որ Երևան քաղաքը 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆոնդով է ապահովված ընդհանուր օգտագործման տարածքների, մենք անում ենք անհասկանալի ինչ-որ փոխարինումներ, հսկայական ծառերը հատում ենք, ասում ենք, որ սրանք ոչ լոտ են, սրանք չեն կատարում իրենց ֆունկցիան աչքաչափով որոշելով ոմանց եւ նրանց փոխարեն տնկվում են այն ծառատեսակները, որոնք արդեն 3-րդ տարին է տնկված են Սայաթ Նովայում 155,000 դրամ միավորի համար, ծախսված է սոսի արևելյան տեսակի գնդաձևը, որը հեսա հուլիսից կսկսվի վաղաժամ տերևաթափ, մինչև մայիսի վերջել ծառերը չէին բացվում եւ սաղարթել երբեք չի ունենա։ Նույնն էլ սակուրաներին է վերաբերվում, նույնն էլ վերաբերվում մնացած ծառատեսակներին, բացառությամբ Շենգավիթ վարչական շրջանում տնկած սաֆորաները։ Մնացած բոլոր ծառերը, որոնք որ փոխարինվել են, բոլորը սխալ փոխարինումներ են սանիտարահիգիենիկ տեսանկյունից, եթե գնահատենք։ Բարի, եւ թերևս վերջին հարցը ուղղակի չի կարող չօգտվել հնարավորությունից, քանի որ մեզ բոլորից հանրահայտ է, որ դուք ոչ միայն պարզապես հավաքանու անդամ եք, այլև հանրային առողջության մասնագետ, եզակիներից, որ բարձրաձայնում ահազանգում եք այս վիճակի հետ կապված, եւ ոչ միայն ես, պարբերաբար լրացում կարծում ենք Երևանն ամենափոշոտ քաղաքն է, ամենաաղտոտված է, այդ առումով ինչպիսին է մեր մոտ վիճակը ձեր մասնագիտական գնահատմամբ, բացի նրանից ինչպիսին է վիճակը, այլ որևէ շարժ կամ շարժի հույս նկատվում է դրանից ելնելու։
Ցավոք սրտի այն առումով, որ քաղաքը փոշոտված է, եթե ԱՀԿ-ն համարում է փոշին անտեսանելի կիլեր, մենք շատ լավ տեսնում ենք այդ փոշին մեր բնակարաններում, մեր հագուստի, կոշիկների վրա ուղղակի դուրս գալով տնից, արդեն այդ փոշու ազդեցությունը անմիջական մեր վրա ենք զգում։ Ունենք նաև գանգատներ, մարդիկ բնակիչները գանգատվում են, որ առավոտյան արցունքահոսություն ունեն, անհասկանալի բնույթի հազ ունեն, նոպայանման հազ ունեն, փռշտոց, գլխացավեր, կամ բողոքում են, ասում են ոնց որ գլուխս շատ լավ պարզ չի, սրանք կարճաժամկետ էֆեկտներն են, որոնք որ պայմանավորված են օդի աղտոտվածության բարձր ցուցանիշով, բայց նաև կան երկարաժամկետ խնդիրները, պայմանավորված շատ ավելի լուրջ հիվանդություններով, եւ ցավոք սրտի տարեց տարի մենք չենք տեսնում, որ ավելանում է կանաչ ֆոնդի քանակը, որովհետեւ եթե մեզ ասում են, որ մենք 40 հեկտար անտառ ենք տնկել, մարդիկ չեն հասկանում, որ այդ անտառը, որ իրենք տնկել են, դա 30 տարի հետո է, որովհետեւ կա մասնագիտական գնահատական, այսինքն եթե դուք ճիպոտները այս տարի տնկել եք եւ նրանք կանաչել են, դա դեռ անտառ չի, անտառ կդառնա, երբ որ այսպես կծածկվի եւ նա կլինի հասուն, էկոծառայություն մատուցող կանաչապատ հատված, որովհետեւ երիտասարդ տնկիները առաջի 20 տարի նրանք աշխատում են իրանց վրա ապահովելու համար, իրանց սեփական ուրեմն հնարավորությունները, իսկ հատում են իրանք փողոցների երկայնքով հասուն խոշոր թեղի ծառատեսակը, որը մենք 20 թվականից ի վեր զանգվածային սկսեցինք բուժել, որ որևիցե ծառ չհատենք եւ ծառերը մնան իրանց տեղերում։ Այն ժամանակ, երբ որ մենք վերցրեցինք ամբողջությամբ ծակծկված, վնասված թեղի ծառատեսակը, սկսեցինք ամբողջ Երևանում զանգվածային այդ ծառերը բուժել եւ հասանք արդյունքի պարագայում եկան եւ Երևանի կենտրոնը ամենախնդրառույց, ամենաէկոտեսանկյունից բազմաթիվ խնդիրներով հագեցած տարածքը, գերկառուցապատում, մեքենաների մեծ քանակ, մշտապես բաներ, խցանումներ եւ այլն, մենք այստեղ բերեցինք եւ հնձեցինք կենտրոնի բոլոր ծառերը։ Եվ հարց ունեմ, տուրիզմի մասն են անդադ խոսում, տուրիստները Երևանի կենտրոնով շոկ 30 աստիճանի պարագայում ոնց են զբոսնելու ամբողջությամբ հատված ծառերով կենտրոնում եւ հիանալու բոսորագույն տերևներով, սակուրաներով, ինչով, այդ փոքրիկ սաղարթներով, ծառերով եւ նաեւ պարկեշտել չի, որ երևանցիներին խոստանում են, ասում են, հեսա դուք կտեսնեք 2-3 տարի հետո ունենալու ենք նույն սաղարթը, սուտ են խոսում, հարգելի երևանցիներ, դուք կտեսնեք 10 տարի հետո, որտեղ այդ ծառերը մնացել են նույն գնդաձև ակացիաների, որը նախորդ իշխանությունը լայնածավալ տնկում էր Երևանում, դրանք փոքրիկ ամենաստորին յարուսի ծառատեսակներն են, որոնք ունեն բացառապես դեկորատիվ էսթետիկ հատկանիշներ, ինչի ապացույցն էլ այն է, որ այս բոլոր ծառատեսակները բացառությամբ սակուրաների խորհրդային միության ընթացքում միշտ տնկվել են Երևան քաղաքում, բայց տնկվել են բացառապես այգեպուրակային տարածքներում եւ ալբիցիան, եւ ձիակասկա, եւ հուդայածառը, այս ծառերը տնկվել են Երևանում, բայց որևիցե անգամ ոչ մի դենդրոլոգ այդ ծառատեսակները չի տնկել փողոցներում, ոչ թե նրա համար, որ իրանք չեն հասկացել եւ անգրագետ են եղել, այլ ուղիղ հակառակը, որովհետեւ խորհրդային կանաչապատումը գիտահեն կանաչապատում էր եւ հասկանում էին, որ փողոցների կանաչապատումը պաշտպանության մասին է, իսկ այգեպուրակային տարածքը հանգստի, նկարվելու, դրական հույզեր ստանալու նաեւ տարածք է։ Դրա համար էլ այդ ձևով են արել այն ժամանակ եւ այսօր։ Բարի, շնորհակալություն Ես էլ եմ շնորհակալ։ Հուսանք հաղթահարենք։ Տեսեք թռչունը ոնց է երգում։ Այո։